Ելեք այսօր ազատության հրապարակում, ինչ ակնկալիքներ, սպասելիքներ ունեք։ Մեծ ակնկալիքներով ենք եկել, բայց հույս ունեմ ես էլ չի իրականանա, ինչպես շատ բաներ չիրականացավ։ Մենք Արցախում 70-80 հազարանոց ցույցի ենք դուրս եկել, որ մենք մնալով ենք Արցախում, ով լսեց մեր ձայնը, որ հիմա լսել։ Ինձ թվում է շահագրգռված են, որ մենք այստեղ չմնանք, որպեսզի եթե այսօր հայտարարում են, որ Արցախի շարժման Այո, ավարտված է։ ավարտված է։ Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանում Ղարաբաղի Արցախի չմնա, հարցը դեպքում կոչվի փակված։ Բայց Արցախի քանի մնաց մոտիկ այստեղ, քանի հույս ունի, որ կվերադառնա, Արցախի հարցը չի փակվի։ Կփակվի այն ժամանակ, երբ Հայաստանում Արցախի չլինի։ Դուք ելեք գաղթի հետևանքով հայտնվել Հայաստանում։ Տեսեք, ձեզ մեղադրում են, ասում են մնայիք կռվեիք, ուզում էիք մնայիք։ Իրենք գնան մնան, դե իրենք կարող է մնան, իրենք թուրք ասելուց չեն վիրավորում։ Ոնց մնայի։ Մենք սահմանային գյուղերի բնակիչները դուրս ենք եկել 10 րոպեվա ես երկու կացայում մատունում մերալ հացը հունցալ, որպեսզի առավոտով հյուրերել ունեինք։ Թողել այդպես եկել։ Տնային հագուստով նստել ենք մեքենան դուրս եկել։ Նույնիսկ տնայողությունները չեն հասցրել վերցնել։ Հիմա եկել մեծ տներ ունեինք 12 սենյականոց, խանութի շենք ունեինք, տեսություն ունեինք, այստեղ 2 սենյականոց բնակարանում 8 հոգի, 3 երեխայով, երեխա չկրել մեծ տղաներ, 60-11 օրով գետիկ խնում են աչքիս առաջ։ Ինչ իրավունքների մասին խոսում, ոչ մի իրավունք չի պահպանում այստեղ, և հույսեր չունենք, որ որևէ բարելավում կլինի։ Ինչ սոցիալական խնդիրների եք այսօր բախվում։ Ամեն ինչի, առաջին հերթին բնակարանի, ուրիշի բնակարանում ենք ապրում։ Հասկանալի է, եթե դատարկս դուրս եկած կենցաղային բոլոր հարմարությունների, իրերի, հազիվ հասցնում եմ, մեր երեխաներին դպրոց ուղարկում ամեն օր էլ գումար են հավաքում, նրանց հավաքած գումարը, իրենց տված փողոքերից, այսօր մեկ էլ տան վարձ տան, մեկ էլ հազիվ մինիմ ձևով ապ։ Շնորհակալ եմ։